Այսօր երիտասարդ զույգերը նրանց մեջ շատ մեծ թիվ են կազմում գրագետ, գեղեցիկ հարաբերություններ կառուցող մարդիկ, որովհետև քաղաքի փողոցներում շատ կտեսնես մանկասայլակը դրսում պտտող հայրիկներին, շատ կտեսնես հայրիկներին համացանցում, ովքեր իրենց երեխայի խնամքը ցուցադրում են, այսինքն կիսվում են իրենց փորձով, նրանց թիվը փոքր չէ, բայց նրանց կողքին կա մի խումբ երիտասարդ զույգեր, որոնք նաև ձեր ուշադրությունն է գրավել, որ ամուսնացան եւ մի քանի ամիս անց կամ մի քանի տարի անց արդեն պատրաստ են բաժանվելու։ Ես երրորդ խումբել եմ տեսել 20+ տարի փորձով ամուսնական զույգերի բաժանությունը։ Գանք արմատներին։ Նրանց լսելիս ես փորձից կարող եմ ասել, որ շատերը ասում են, գիտեք, ես ամեն անգամ այդ բղավոցը հանդուրժելով, այդ դժգոհությունը հանդուրժելով, այդ դժկամությունը եւ ոչ ժպտերես վերաբերմունքը հանդուրժելով հասկացա, որ եթե իմ ծնողները ժամանակին ամուսնալուծվեն, ես ավելի առողջ մթնոլորտում կապրեի ու կմեծանայի, որտեվ շատերի համար, ովքեր այսօր ընտանիք են կազմում, իրենց ծնողական մոդելը եղել է ուղղակի հանդուրժելու եւ գոյատևելու մոդել։ Դրա համար նախկինում ամուսնալուծությունները եղել են քիչ, որտեվ եղել է հանդուրժողականության քարոզ, որովհետև ամուսնալուծությունը եղել է ամոթ եւ իրենց ընտանիքին չսազական երևույթ։ Իսկ ամուսնալուծությունը եւ ամուսնալուծվածը եղել է պիտակ։ Այսօր բաց դաշտում մարդիկ հասկանում են, որ ամուսնությունը չպետք է լինի պահող մի բան, վանդակ, եւ եթե կա ամուսնալուծություն, ուրեմն եթե սխալ ընտրություն ես արել, կարող ես կյանքդ հետո կարգավորել։ Սա ամուսնալուծության քարոզ չէ բնավ, այլ շատ մարդկանց միտքը, որ իրենք չեն ուզում ծնողների կյանքի սցենարը կրկնել եւս 50 տարի։ Եկեք ընդունենք, որ նրանք այդքան էլ սխալ չեն, բայց մի բան, որ դեռ չամուսնացած զույգերին կարող ենք օգտակար լինել, եւ ես սա ասում եմ արդեն 10 տարի եւ ավել, դա նախամուսնական փուլում ճիշտ մոդելով ընտրություն կատարելը։ Ամուսնալուծության տարբերակը 20+ տարի ավել զույգ կյանք ունեցող զույգերի մոտ այն է, որ նրանք պարզապես մի տարիքում արդեն, երբ որ ինքնաճանաչողությամբ են զբաղվում, նույն կարող է համացանցի օգնությամբ, գրքեր կարդալով, ֆիլմերով կամ հոգեբանի հետ աշխատելով գալիս են այն մտքին, որ նրանք սխալ են ապրում։ Նրանք նորից գնում են գոյատևման մեխանիզմով, ոչ թե երջանիկ են։ Սերը անցել է, մնացել է կենցաղը։ Սա է նրանց բանաձևը։ Եվ եթե ամուսնալուծությունը կարող է նույն մեծացող երեխաների համար ունենալ ավելի ներդաշնակ հարաբերություններով ծնողներ, բայց ոչ իրար հետ տառապող զույգ, բայց ինչ է թե կա ֆիկտիվ ընտանիքը, եւ երեխաները չպետք է մեծանան ամուսնալուծված ընտանիքում, այս մոդելը դատապարտելի չէ, որտեվ երեխան պետք է ունենա լավ հարաբերություններով ծնողներ, ոչ թե իրար հետ տառապող ծնողներ։ Ամուսնալուծության թվային աճը կանխելու համար ընտանիքը պետք է պարտադիր ընտանեկան բժշկի հետ զուգահեռ աշխատի ընտանեկան հոգեթերապևտի հետ։ Հենց կարմիր լույսը վառվեց, կան դրոշակներ այդտեղ, կարմիր դրոշակներ են կոչվում, կարելի է դա քննարկել մասնագետի հետ։ Մեզ դիմում են բոլոր կարմիր գծերը անցած, ամեն դեպքում, այնքան մեկ-մեկ կարմիր գծերը անցած, որ նույնիսկ կարող է սենց ներքին ձայն ունենալ, ախր ինչի եք այսքան տառապել, մի փոքր խնդիր ինչի եք այսքան մեծացրել, եւ նույն ձև տեսնում ես, որ երբ որ կարելի էր օրինակ հասարակ արյան անալիզով որևէ հիվանդություն կանխել, այսօր արդեն տարբեր ավելի անդառնալի խնդիրներով դիմում են բժշկի։ Սա կրթամշակութային ցածր ցենզի ուրեմն վիճակ է ու այստեղ կրթվածությունը կապ չունի, որովհետև շատ կրթված մարդիկ էլ, շատ աշխատասեր եւ բարձր դիրք զբաղեցնող մարդիկ էլ իրենց համար ժամանակ չունեն։ Նույնիսկ բժշկի դիմելը եւ հոգեբանի դիմելը հաճախ այսպես կենսակարևորից դառնում է ամենա ոչ կենսակարևորը, բայց երբ որ դիմում են, արդեն խնդիրը անդառնալի է։ Այստեղ փրկության մասին խոսելը շատ դժվար կլինի, բայց եթե օրինակ այդ նույն մարդիկ, այդ նույն զույգերը խնդիրը նկատելու դեպքում չանտեսեին, օրինակ ես իսկապես մարդկային, որպես մասնագետ եւ որպես մարդ շատ դեմ եմ ինքնախաբեությանը։ Երբ օրինակ շատ կանայք լքված, դավաճանված, չսիրված, երկար տարիներ իրենց խաբում են, որ ունեն ընտանիք։ Միշտ կարող եմ ասել, չէ, դուք չունեք ընտանիք, դուք ուղղակի ունեք երեկոյան տուն
դարձող ամուսին։ Ընտանիքը այլ ջերմության եւ հարգանքի եւ հոգատարության եւ խնամքի այլ մակարդակի մասին է խոսքը։ Ֆիզիկապես իրար կողք լինելը եւ իրար հետ որևէ բան չստեղծելը, չկիսելը դեռ ընտանիք չէ։ Ես մի դրվագել եմ բարձրաձայնելու եւ թողներեն ինձ տղամարդիկ, եթե որևէ մեկը դրանից ցավ կապրի, բայց այդտեղ հարգանքի մակարդակը հասցված է 0-ի։ Կան տղամարդիկ, որ իրենց կյանքի որևէ փուլում սկսում են վարել երկակի եւ եռակի կյանք։ Եվ դա խիստ տարածված է դարձել։ Եվ ինձ համար դա նաեւ կրոնի պահպանման հարց է, որովհետեւ այդտեղ արդեն խոսում ենք բազմամուսնական կապերի մասին։ Ես դրան խիստ դեմ եմ, դա ինձ համար դատապարտելի արարք է, որովհետեւ ընտանիքում կինը սիրելին մեկն է եւ ասում է, եթե սիրելին միակն է, երկու անգամ չես կարող հետ վերադառնալ։ Եվ այդ մարդիկ ապրում են հենց այդ կյանքով։ Ունենում են երեխաներ շատերը եւ ունեն արդարացումների, պաշտպանական մեխանիզմների, ռացիոնալիզացման հետեւյալ շարքը։ Այդ կնոջը ինձանից մենակ երեխա էր պետք։ Ես նրան խղճում էի, նա մենակ էր։ Ես իմ կնոջը չեմ սիրում, ուղղակի իր հետ ապրում եմ, բայց նա իմ երեխաների մայրն է, ուստի ամենաթանկն է եւ ես նրան չեմ լքի այն կնոջ համար, ում թերևս սիրում եմ։ Սա մասնագետին գցում է իսկապես լաբիրինտի մեջ ու մասնագետի տարբեր հարցեր այն մասին, որ հարգելի քաղաքացի, դու ունես ընտրելու բնությունից տրված իրավունք եւ որոշում կայացնելու սոցիալական իրավունք։ Դու կարող ես որոշում կայացնել եւ ունենալ սիրելիի հետ թեկուզ երկրորդ անգամ կյանք, բայց այն մեկին չխաբել այն աստիճան, որ նրան թվա, որ ինքը ունի ընտանիք, որտեվ այդ կինը նույնպես կարող է լինել դեռ սիրված։ Ընդամենը ենթադրենք 45 տարեկան է։ Սերը եւ հարգանքը շատ ընտանիքներում եւ շատ կանանց տղամարդկանց մոտ խճճված է։ Առանձնացնենք այն խումբը, ովքեր այդ մակարդակի վրա են եւ նրանց մոտ հստակ է, այսինքն սերը սեր է, հարգանքը հարգանք է, կինը կին է, տղամարդը տղամարդ է։ Գամ այն խմբի մոտ, որտեղ որ դա խճճված է, բացակայում է։ Կնոջ եւ տղամարդու հարգանքը բացառապես հավասարության ընկալումն է, որովհետեւ մենք նույնիսկ այդտեղ կնամեծարության մեջ կարող ենք շատ հաճախ այնքան մայրակենտրոն եւ կնամեծար լինել, որ երեխաների դաստիարակության մեջ հայրը անտեսվի։ Այստեղ նույնպես կան հավասարություն, որովհետեւ ոչ թե խոսում եմ ֆեմինիստական այն մտքի շուրջ, որ կինն է ամենակարևորը եւ տղամարդը երկրորդական, չէ, կա սոցիալական հավասարություն։ Երեխաների համար ծնողները պետք է լինեն հավասար։ Կենցաղը պետք է լինի հավասար, նա ով ոնց է պայմանավորվում եւ կիսում, բայց տեսեք հարգանքը որտեղ է։ Կինը մաքրել է տունը, տղամարդու հարգանքն է պահպանել այդ մաքրությունը, ոչ թե հաջորդ առավոտ այդ մաքրությունից ոչինչ չմնա։ Տղամարդը աշխատել է այդ գումարը եւ կնոջ հարգանքն է այդ գումարի հանդեպ ունենալ հարգանք, ոչ թե որ ինքը օրինակ շատ վիրավորված է եւ այդ վիրավորանքը պետք է հանի այդ գումարը մինչեւ վերջ ծախսելով։ Մենք ունենք նաեւ այսպիսի մոտեցումներ։ Այստեղ եւ օրինակն եմ եւ սեր չկա եւ հարգանք չկա։ Սերը բոլորը գիտեն իմ սիրո բանաձևը։ Սերը պատասխանատվություն է։ Իսկ հարգանքը ուղենիշ։ Պատասխանատվության մեջ դու հարգանք ես ստացում անգամ նրա ընտրության հանդեպ։ Ուղղակի եկեք պատկերացնենք։ Կինը եւ տղամարդը հավասարապես գալիս են եւ իրար հայտնում են իրենց ամենանվիրական ցանկությունների մասին։ Կինը կարող ասել. «Սիրելիս, 20 տարի տանը լինելով արդեն ուզում եմ օգտագործել իմ կարողությունները, օգնիր ինձ, քաջալերիր ինձ, ուզում եմ վերապատրաստվեմ եւ ուղղակի քո խոսքն եմ ուզում, որ ինձ մոտիվացնես», եւ տղամարդը կասի. «Քեզանից ոչ մի բան դուրս չի գա»։ Իսպառ հարգանքի բացակայություն։ Տղամարդը կարող է գալ եւ ասել. «Սիրելիս, ուզում եմ այս տարի առանձին հանգստանանք, ես ընկերներիս այս խմբի հետ, քեզ էլ կարող եմ կազմակերպել օրինակ երեխաների հետ»։ Դու փաստորեն ընկերներիդ հետ պատրաստում ես ամբողջ ընթացքում հաճույքները վայելել, իսկ ես երեխաների հետ խեղճս։ Կարող է եւ կինը լինել ճիշտ, որ այնտեղ հաճույքները շատ են, բայց ինչի ես երեխաների հետ խեղճս։ Այդ արհեստական զոհականացումը կարող է շատ վատ տեղ տանել։ Դրա համար, եթե սեր եւ հարգանք զոհականացումը հավասարեցնում ենք 0-ի, որովհետեւ ես այդտեղ միանգամից կսկսեի հասկանալ
տղամարդը իրավունք ունի ընկերների հետ հանգստանալու եւ կինը իրավունք ունի իր ընկերուհիների հետ հանգստանալու։ Երբ ինձ այդ հարցը շատ են տվել, ես իսկապես երկար մտածելով հասկացել եմ, բոլորը կարող են հանգստանալ առանձին ու տուն վերադառնալ ավելի երջանիկ, որտեվ շատ տղամարդիկ, որ դեմ են կնոջ կրթվելուն եւ առաջ գնալուն եւ լավ աշխատելուն, ես նրանց ուղղակի ցույց եմ տվել մի երջանիկ կնոջ, որը գալու է տուն եւ իրեն երջանկացնի, ոչ թե ինքը գալու է տուն եւ տեսնի մի դեմք, որ ինքը էլ չի ուզում տեսնել։ Որտեվ թող բոլոր տղամարդիկ ինձ հիմա ուշադիր լսեն, որտեվ նրանք որպես երկրորդ արտամուսնական կապ միշտ ընտրում են երջանիկ, խնամված եւ աշխատող կանանց, ովքեր որ կարողանում են իրենց լավ խորհրդատու լինել, իրենց գործը առաջ տանել։ Շատ դեպքերի մեջ տղամարդը, երբ կինը բացահայտում է արտամուսնական կապ, ասում է. «Կնիկ ջան, գիտես գործի մեջ ինչ արդյունավետ աղջիկ կա»։ Բայց այդ արդյունավետ աղջկա բոլոր որակներ եւ տարիներ շարունակ կինը ուզեցել է ունենալ եւ ինչու ոչ ծառայեցնել իր ամուսնուն եւ իր ամուսնու գործերին։ Այս տարատեսակ վախերը, որ կինը առաջ կգնա կամ տղամարդը իր ընկերների հետ կյանքը կվայելի, գիտեք, տղամարդը ով կարողանում է ընկերների հետ լիարժեք ժամանակ անցկасնել չափի մեջ, սա ուզում եմ անպայման նշել, տուն է գալիս շատ ինքնաբավ եւ շատ ավելի իր կնոջ համար կարևոր գործեր է անում, այսինքն ընկերների հետ լրիվ լիցքաթափված տղամարդը կնոջ համար ուղակի հրաշալի ամուսին է։ Երբ որ շատ ենք այդ տաբուները դնում մեր վախերից, մենք այդտեղ միանշանակ պետք է մի օր հասկանանք ու այ դրանից վախենանք, որ մի օր այդտեղ պարտություն է լինելու իրավիճակին։ Եկեք բոլոր իրավիճակները սիրո եւ հարգանքի մեջ ուղակի համեմենք պատասխանատվությամբ, համեմենք իրար կարևորելով եւ մի կարևոր նախադասություն որդեգրենք. ես քեզ այնքան եմ սիրում, որ կարող եմ տալ ազատություն։ Եվ թե դու այդ ազատությունը կօգտագործես միայն քեզ համար եւ ուրիշի հետ, ես պատրաստ եմ դա քեզ տալու, որտեվ ես այդքան սիրում եմ ինձ։ Եթե սա կարողանանք որդեգրել, որևէ մեկին շղթաներով, ժնջիլներով, կապանքներով եւ վանդակներով երկար չես պահի։ Եվ ինքնախաբեությունը ամենավատ բանն է, որ ընտանիքում կարող է տղամարդը իր համար անել, ասել կնիկս, ու այդ դրա շարունակությունը բոլորը կարող են պատկերացնել։ Չէ, ձեր կինը, ում ասում եք կնիկս ամեն ինչ կանի, ինքը երջանիկ չէ, որտեվ ինքը ամեն ինչ ծառայեցնում է ձեզ եւ ինքը չկա, հետո երբ որ իրենից կին եք ուզում, այնտեղ կինը չի մնացել։ Եվ ամուսինս, ով գալիս է տուն, ամեն օր ուղակի տուն է գալիս, դա դեռ այն տղամարդը չէ, որին դուք ընտրել եք եւ որի հետ ուզում եք ուղակի ծերանալ։ Եկեք սիրո լեզուն բարձրաձայնենք։ Սիրո լեզուն մեր սիրելի ընտանիքներում պետք է սկսվի մարմնի լեզվից։ Մարմնի լեզուն միշտ խոսում է։ Կնոջ աչքերում միշտ կարելի է տեսնել նրա ցանկությունները, տղամարդու ժեստերի մեջ, թե նա ինչ է ուզում իր սիրելի կնոջից։ Եվ սա չենք հետաձգում մինչև 50 տարեկան, սկսում ենք ծանոթանալ 20 տարեկանից։ Ամենակարճ ճանապարհը հարցրեք իրար. քեզ ի՞նչն է դուր գալիս։ Ինչպես քեզ համբուրեմ։ Ինչպես կազմակերպենք մեր սիրախաղը, եւ պատասխանները կհնչեն։ Ընտանիքում շատ է խաթարված հաղորդակցությունը։ Հաճախ ժամանակ չունեն իրար հետ զրուցելու, անկեղծ։ Հաճախ ես տեսնում եմ, որ մանավանդ առաջնեկի ծնվելուց հետո այնքան են ընկղմվում երեխայի խնամքի ու կենցաղի մեջ, որ մոռանում են, որ սրանից մի տարի առաջ նրանք հաճելի բլբլում էին։ Զույգերը պետք է շատ բլբլան, այսինքն սիրուն եմ ուզում ասեմ, պետք է աղունիկի խոսք ունենան, միշտ աշխատեն, որ հաղորդակցության եւ ժամանակի համար գտնեն ճիշտ պահը եւ ճիշտ վայր ունենան, որտեղ շատերը գիտեք կարող են ասել, որ իրենց անգամ ննջարանը ապահով չէ, որտեղ այդ դուռը բացում են հաճախ առանց թակելու տան անդամները։ Չի կարելի։ Չի կարելի երիտասարդ զույգի դուռը բացել առանց թակելու։ Երբեք չեք իմանա, թե դա ինչ անդառնալի հետևանքների կբերի հատկապես երիտասարդ զույգի համար, թե տղայի մոտ եւ թե աղջկա մոտ։ Սիրո լեզվի մեկ այլ կարևոր տարբերակ է այն բառերը, որոնք ընտրում եք իրար համար։ Եթե դուք նրան ամեն օր ասում եք սերս, կյանքս, սիրտս, ջիգարս, թռչնակս, աղունիկս, շատ լավ է, բայց արդյոք դրանք այն բառերն են, որոնք որ պետք է հնչեն, որտեղ միգուցե ձեր կինը ընտրի հոգյակս արտահայտությունը։ Կրկին ու կրկին հարցրեք իրար, ճանաչեք իրար եւ մի զլացեք ասել, որ ես այն տղան չեմ, որ պետք է քեզ ասեմ հոգյակս։
որովհետև դու երբ որ ասում ես աղջի ու դրա մեջ սեր ես դնում, միգուցե այդ աղջին ուղակի հոգյակ սեր ուզում լսել։ Ես ուզում եմ բոլորի սրտից խոսել, դրա համար ընտրում եմ ամենահաճախ հնչող հարցերը։ Եվ սիրո լեզվի մեջ ես իհարկե կառանձնացնեի իմ ամենասիրած լեզուն, դա գրկախառնությունն է։ Այն ինչ որ տալիս է առանց բառերի գրկախառնությունը, ոչ մի ուրիշ տեղ չես կարող ստանալ ու կարդալ։ Հաճախ գրկեք իրար։ Ես ուզում եմ մեր սիրելի ընտանիքներում գրկախառնվելիս ցանկացած կին ներշնչի իր տղամարդուն, որտեվ շնչառության ժամանակ ներշնչանքը ամենակարևորն է։ Սերը ներշնչանք է, միմյանց սեր ներշնչեք։